Էդ էլ ասենք, որ կա չէ տենց դժվար ժամանակներ, անորոշ ժամանակներ, խառը ժամանակներ, բանի հիմա նաև միջազգային ամբիոններից այդ ամեն ինչը հնչում է։ Բայց պետք է մի րոպե ասել, հələ մի րոպե էլի կներեք, մի բան հարցնեմ։ Այդ երբ է ժամանակները որոշակի։ Չկա տեն ժամ, եկեք նայենք հետահայաց նայենք վերջին տարիների պատմությունը, երբ ա եղել որոշակի։ Չէ, կներեք այդ նույն ժամանակներում էլ եղել են կոնֆլիկտները եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն չի եղել, չի եղել եւ չի լինում ուղղակի։ Գուցե պակաս եւ ավել, ոչ մի խնդիր։ Եվ այդ առումով այո, մենք պետքա մեր հստակ քայլերով ռազմավարության որոշումներով գնանք առաջ եւ դա նաեւ տնտեսությունն էլ ինքը էմոցիոնալ եւ հոգեբանական բան ունի։ Պարոն Գրիգորյան, դուք ինձ մի հատ գիրք եք նվիրել, որտեղ դրա մասին էր, որտեղ ասում էր, որ տնտեսությունը նարատիվների վրա է կառուցված։ Այսինքն մարդը լուր է լսում, այդ օրը որոշում է գնա սրճարան թե չգնա, գնա ռեստորան թե չգնա։ Այդ օրը միս առնի, կաթ առնի, թե սուխարի առնի երկար պահելու համար։ Ամբողջ ժամանակակից տնտեսությունը, այսինքն ինչ որ կատարվում է իրականության մեջ, եւ ինչ այլոց։ Սրանց քաղաքական հետևություն էլ կա։ Այն որ 2025 թվականին, 2024 թվականին, 2023 թվականին մենք շարունակական տնտեսական աճ ենք ապահովել, դա նշանակում է, որ ոմանց կողմից զարգացվող Հայաստանի կործանման տեսության ոչ մեկ չի հավատում։